Որքան էլ ցանկանանք տրավման թողնել անցյալում, մեր ուղեղի մի մասը, որը պատասխանատու է մեր գոյատևման համար, ռացիոնալ ուղեղը լիարժեք չի իրականացնում այդ մերժումը։ Ցավալի իրադարձություններից շատ ժամանակ անց դրանց մասին հիշողությունները կարող են վերադառնալ առաջացնելով մեծ չափաբաժնով սթրեսային հորմոնների արտազատում։ Դա էլ դառնում է ուժեղ բացասական հույզերի և ֆիզիկական ռեալ զգացողությունների, նաև իմպուլսիվ ու ագրեսիվ վարքի պատճառ։ Տրավման առաջացնում է իրական ֆիզիոլոգիական փոփոխություններ, այդ թվում ուղեղի տագնապի համակարգի վերափոխում, սթրեսի հորմոնների ակտիվացում և ավելորդ ինֆորմացիայից ազատվելու համակարգի վերափոխում։ Մարմինը հիշում է տրավման, իրական փոփոխությունների համար մարմինը պիտի հասկանա, որ վտանգն անցել է ու կարողանա ապրել ներկայով։ Սուր հույզերն արգելափակում են ցավը, որովհետև ուղեղը սուր հույզերի ժամանակ մորֆինանման նյութեր է արտազատում, այսինքն երբ տրավմա ստացած մարդը կրկին սթրեսի է ենթարկվում, նրա տագնապը մեղմվում է։ Երբ ինչ-որ բան տրավմայի ենթարկված մարդուն անցյալն է հիշեցնում, աջ կիսագունդն այնպես է արձագանքում, ասես այդ իրադարձությունը տեղի է ունենում հենց այդ պահին։ Սարսափը չի վերանում, իսկ առօրյան կարող է խթանել այն։ Տրավման չի միահյուսվում կյանքի հոսանքին, տրավմայի զոհը շարունակում է ապրել այնտեղ, որտեղից չի կարողանում վերադառնալ այստեղ և լիարժեք ապրել ներկայում։ Կենդանի կրկնվող հիշողությունները նույնիսկ ավելի վտանգավոր են, քան տրավման ինքնին։ Տրավմայի պատճառ դարձած իրադարձությունն ունի սկիզբ ու վերջ։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդու համար հուշը կարող է կրկնվել ցանկացած պահի, քնած թե արթուն։ Անհնար է իմանալ, երբ է կրկնվելու կամ որքան է տևելու։ Տրավմայի մշտական վերապրումները վախեցնող են և կարող են կործանարար լինել, բայց ժամանակի ընթացքում ներփակվելը, շրջապատից մեկուսանալն ավելի վտանգավոր են։ Այս խնդիրը բնորոշ է հատկապես տրավմայի ենթարկված երեխաներին։ Տրավմա ստացած մարդը կամ դառնում է գերզգոն և չի կարողանում վայելել առօրյա կյանքի հաճույքները, կամ էլ անզգայանում է ու անհաղորդ դառնում նոր փորձություններին և իրական վտանգին։